Եվ այսպես մենք խոսում ենք աստվածային սիրո մասին, Հիսուսի սիրելու կերպերի մասին ենք խոսում։ Ինչպես էր սերը արտահայտում Տեր Հիսուս, կամ ավելի ճիշտ, ինչ է սովորեցնում մեզ Հիսուս սիրո վերաբերյալ։ Հիսուս իր աշակերտներին ասաց. սիրեցեք իրար այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի։ Նայեք, մենք սերը հաճախ կապում ենք մեր էմոցիաների հետ, մեր զգացմունքների հետ։ Եվ մենք մեր սերը արտահայտում ենք այնպես, ինչպես որ զգում ենք։ Զգացական սերը, սիրելիներ, փոփոխական սեր է։ Այն միշտ կապված է արտաքին ազդակների հետ։ Դիմացինի վարքագծի հետ, միջավայրի, մթնոլորտի, անգամ եղանակային պայմանների հետ։ Մի օր առավոտը արթնանում ես, սերը մեջդ եռում է, մյուս օրը անտրամադիր ես արթնանում, սերը մեջը մարած։ Ոչ մեկին ոչ ուզում է տեսնել, ոչ լսել, անգամ սեփական երեխաներին։ Եթե սերը մենք կապում ենք մեր զգացմունքների հետ, ուրեմն պետք է հաշվի առնենք, որ այդ սերը տատանողական է լինելու, փոփոխական է լինելու։ Աստվածաշնչյան իմաստով սերը գիտակցական վարքագիծ է։ Այն գալիս է ներքին խորը համոզումներից։ Սիրո պատվեր տվեց Տեր Հիսուս։ Ոչ թե սիրելու զգացմունք տվեց մեզ, այլ սիրո պատվեր, չէ՞ որ պատվիրան է այն, պատվեր է, այն հրահանգ է։ Սիրեցեք իրար, ասաց, սիրեցեք իրար։ Սա պատվեր է։ Նա զգացմունք չի դնում մեր մեջ, այլ պատվեր է դնում, որովհետև եթե զգացմունք դրած լիներ, հավանաբար մեկս կունենայինք, մեկս չէինք ունենա։ Եվ եթե զգացմունքին ապավինեինք, հավանաբար մեկի հանդեպ կտածեինք այդ սերը, մեկի հանդեպ կզգայինք այդ սերը, ուրիշ մեկի հանդեպ չէինք զգա այդ սերը։ Այնինչ Քրիստոսի ընտանիքը կառուցված է սիրո վրա։ Քրիստոնեական հավատքն է կառուցված սիրո վրա։ Անկամ թշնամիներին սիրելու պատվեր տվեց Տեր Հիսուս։ Այդ որ մեկն է զգացմունքներով այրված սիրում իր թշնամուն։ Կա այդպիսի երևույթ աշխարհիս վրա։ Ոչ, մենք մարտարարածներս երբեք զգացմունք չենք տածում, սիրո զգացմունք չենք տածում, ատելության զգացմունք կարանք տածենք, բայց սիրո զգացում երբեք չենք տածի մեր թշնամու հանդեպ։ Ուրեմն սիրո պատվերն անգամ կարող լինի հակառակ մեր զգացմունքներին։ Ուրեմն ինքներս մեզ պետք է բռնացնենք այն պահին, երբ մենք չենք զգում, բայց պարտավոր ենք սիրել։ Չենք զգում այդ սիրո զգացումը, բայց պարտավոր ենք սիրել, որովհետև սա պատվիրանների գագաթնակետն է։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ ինչպես կարող ես ասել ես սիրում եմ Աստծուն, երբ որ չես սիրում եղբորդ, որին որ տեսնում ես, ինչպես կարող ես սիրել մեկին, որին որ չես տեսնում, այսինքն Աստծուն։ Բայց եղբորդ, որ տեսնում ես, այսինքն կողքինիդ, որ տեսնում ես, նրան չես սիրում։ Ինչքան հեշտ է սիրել Աստծուն, որին որ մենք չենք տեսնում, որովհետև ոչ մի պատասխանատվություն չենք կրում, որովհետև մենք չենք տեսնում նրան եւ կարելի է այդպես գեղեցիկ լավ սիրո ձոներ ուղղել նրան։ Գիտեք, ինչպես շատ բանաստեղծներ, այսպես գեղեցիկ կարող են ճոխ բանաստեղծություններ նվիրել իրենց երևակայած իդեալին։ Բայց պրակտիկ իրանց գործնական կյանքում այն մարդու, որի հետ որ իրանք ապրում են, ոչ միշտ է, որ իրական սեր են տածում։ Այսինքն այդ բանաստեղծությունները լոկ միայն ճոխ բառերի կուտակում է։ Բայց իրական, գործնական հարաբերությունների մեջ կա արդյոք այդ սերը, թե ոչ։ Ուստի սերը պատվիրան է, որ մեզ Աստծո խոսքը տալիս է եւ Տեր Հիսուսն ասեց սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Շարունակենք խոսել այս թեմայի շուրջ։ Առաջին Կորինթացիս 13-րդ գլուխը կոչված է սիրո գլուխ եւ այստեղ եւս մեկ համար կարդանք 4-5 կարդանք, ասում է սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում։ Եվ 5-րդ համարն ասում է անվայել վարմունք չի ունենում
իրենը չի փնտրում, բարկության վրա չի գրգռում եւ չարություն չի խորում։ Եկեք այսօր խոսենք սրա մասին, ասում եմ, սերը անվայել վարմունք չի ունենում եւ հետո ասում է իրենը չի փնտրում կամ իր շահը չի փնտրում։ Սերը անվայել վարմունք չի ունենում։ Այս խոսքի մեջ մենք տեսնում ենք, որ մեր վարմունքը կամ մեր վարքագիծը ուղղակիորեն կապված է մեր սիրելու կամ չսիրելու հետ։ Նրանք ովքեր որ կարծում են սերը դա լոկ զգացմունք է, զգացական եւ այլն վիճակ է, չարաչար սխալվում են, քանի որ սերը արտահայտվում է վարքագծի մեջ։ Կան չասենք ես լսել եմ կանոջը ծեծում, ասում որ չսիրեր չէր ծեծի։ Ասենք էլի բանը, որը շատ է սիրում դրա համար, sense կներեք արտահայտությանս համար sense ախմախ բաներ կան, մեկ էլ մեծերից էլի լսել, շատ է սիրում դրա համար է ծեծում, որ չսիրեր չէր ծեծի եւ այլ կամ մենք անգամ երգեր ունենք, ես չգիտեմ, էլի ասենք ինչու մենք տենց երգեր ունենք, ասում են նա ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել, ասենք եթե մայրս պետք է, եթե սիրում ես երեխուդ, պետք է լավ ծեծած լինես երեխուդ, որ ինքը որբ մեծացած չլինի, էլի։ Հիշում եք տենց մի հատ երգ կար, մայր իմ սուրբ ու բարի եւ այլն, ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել։ Հիմա չգիտեմ մեր երեխեքը ոնց են մեծանում, բայց ծեծով չեն մեծանում։ Մեր վարքագիծը, մեր սերը պետք է արտահայտվի նաև մեր վարքագծի մեջ։ Միանշանակ, ասում է սերը անվայել վարմունք չի ունենում։ Ինչին անվայել վարմունք։ Քրիստոնյա մարդը, քրիստոնյա անձնավորությունը, Քրիստոսի հետևորդը իր վարքագծի մեջ պետք է համահունչ լինի, համապատասխան լինի իր կոչումին, իր անունին, իր էությանը։ Նրա կյանքի դրսևորումները, նրա կյանքի պտուղները պետք է միշտ համահունչ լինեն իր ով լինելուն։ Անվայել վարմունք չի ունենում, ասում է, հա, անվայել վարմունք, այսինքն վարքագիծ, որը որ վայել չէ իրեն որպես սիրող հոգի, որպես սիրող անձնավորություն։ Ինչպես է ճանաչելու սերը մարդու կյանքում։ Այդ սիրո արտահայտման միջոցներից։ Ինչ վարքագիծ է անձը դրսևորում, դա էլ վկայում է նրա սիրելու կամ չսիրելու մասին, կամ նրա ով լինելու մասին։ Աստված սեր է։ Սա Աստծո էությունն է, սա Աստծո բնույթն է։ Սուրբ Գիրքը այդպես է բնորոշում Աստծո ով լինելը։ Եթե մեկ բառով դու պետք է մեկին բացատրես, ասես ով է Աստված, մեզ մարդ արարածներից ծանոթ միակ տերմինը, որով որ մենք կարող ենք բնութագրել Աստծո էությունը, դա սերն է։ Աստված սեր է։ Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ այդ Աստվածը բնակություն է հաստատում իրեն հավատացողների կյանքում, իրեն հավատացողների սրտում։ Սա նշանակում է, որ այդ սերը բնակություն է հաստատում իրեն հավատացողների կյանքում։ Քրիստոսով Աստված բնակություն է հաստատում մեր քրիստոնյաների կյանքի մեջ։ Այդ նշանակում է, որ այդ սիրո աղբյուրը բնակվում է ամեն մեկ հավատացյալի հոգում եւ սրտում։ Ուրեմն քրիստոնյայի վարքագիծը պետք է համահունչ լինի, համապատասխան լինի նրա էությանը, ով բնակություն է հաստատել նրա կյանքում։ Այո թե ոչ։ Տեսեք Տեր Հիսուսն ինչ է ասում։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 15-ից 20։ Զգուշ եղեք, ասում է, սուտ մարգարեներից, որոնք որ ձեզ գալիս են ոչխարի հանդերձներով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղից պետք է ճանաչեք նրանց, միթե փշից խաղող կքաղեն, կամ տատասկից թուզ, այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս։
Բարի ծառը չի կարող չար պտուղ տալ, ոչ էլ չար ծառը բարի պտուղ տալ, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում է եւ կրակն է նետվում, ուրեմն իրենց պտուղից պետք է ճանաչեք զանոնք։ Մարդու ով լինելը, մարդու ինչ լինելը, մարդու էությունը, մարդու տեսակը ճանաչվում է ոչ թե իր մասին արած հայտարարություններով, այլ իր կյանքի պտուղներով կամ իր վարքագծով։ Եվ այստեղ Տեր Հիսուս զգուշացնում է, ասում է զգուշ եղեք սուտ մարգարեներից կամ սուտ քրիստոնյաներից, սուտ հավատացյալներից, սուտ քարոզիչներից, սուտ հովիվներից, որոնք ասում է գալիս են ոչխարի հանդերձանքով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Այստեղ Տեր Հիսուս կարևորում է ոչ թե հանդերձանքը, այլ էությունը։ Ոչ թե ինչ ենք մենք ներկայանում, ով ենք մենք ներկայանում, ինչ ենք մենք արտաքուս ցույց տալիս, այլ բուն մեր տեսակը, մեր էությունը, ինչ է մարդու էությունը։ Որովհետև ասում է պտուղներից պետք է ճանաչեք նրանց, քանի որ չի կարող փուշից խաղող քաղել, տատասկից թուս քաղել, չես կարող։ Ամեն բույս իր պտուղն ունի։ Երբ որ մարդը էությամբ չար է, չի կարող բարի պտուղ տալ։ Կամ եթե էությամբ նա բարի է, չի կարող չար պտուղ տալ։ Նրա պտուղը պետք է վայել լինի իր էությանը, իր տեսակին։ Ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, ամեն չար ծառ չար պտուղ է տալիս։ Պտուղը պետք է հաղորդ լինի իր տեսակին, իր էությանը, մարդու գործերը, մարդու վարքագիծը, մարդու ապրած կյանքը իր դավանած արժեքներին պետք է համահունչ լինի։ Երբ որ ասում է սերը այն վայել վարմունք չի ունենում, սա նշանակում է, եթե սիրո աղբյուրը բնակվում է քո սրտում, այսինքն Աստված բնակվում է քո սրտում, չես կարող դու վարքագիծ դրսևորել, որը որ անվայել է, կամ պատշաճ չէ, կամ հարիր չէ, կամ սազական չէ, նրան, ով բնակություն է հաստատել քո կյանքում։ Մենք միշտ պետք է հետևողական լինենք մեր դրսևորումներին, մեր վարքագծին։ Որքանով է իմ խոսքը, իմ գործը, իմ վերաբերմունքը սազական իմ տեսակին, հա, վայել իմ տեսակին, իմ ով լինելուն։ Եթե տեսնում ես, չի համապատասխանում, նշանակում է ճշմարիտ ապաշխարություն դեռ չես ապրել գուցե, ճշմարիտ դարձ դեռ չես ապրել գուցե։ Սրանք նշաններ են, ազդանշաններ են, որոնք որ մեզ պետք է նախ եւ առաջ հուշի, արդյոք մենք ունենք վերստին ծնունդ, թե ոչ, լսում ենք թե ոչ։ Մեր կյանքի պտուղները պետք է վկայեն նախ եւ առաջ մեզ, ով ենք մենք։ Եվ եթե մի վարքագիծ ենք դրսևորում, որը որ սազական չէ, վայել չէ, մեր տեսակին, մեր էությանը, մենք շուտապույտ ծնկների վրա պետք է իջնենք եւ դարձ ու ապաշխարություն ապրենք։ Այնպես Պետրոսը։ Այո, փորձության գայթակղության ժամը կարա գա յուրաքանչյուրիս մոտ։ Եվ պահ եղա, որ Պետրոս իրեն դրսևորեց ոչ վայել իր տեսակին։ Ինչ արեց, 3 անգամ մուրացավ Հիսուսին։ Բայց ակաղաղի կանչը բավական էր, որպեսզի նա հիշեր։ Պարզ ակաղաղի կանչը բավական էր, որպեսզի նա հիշեր Հիսուսի խոսքերը եւ գրված է դառնապես լացեց, արցունք թափեց, զղջաց, խոստովանեց։ Եղբայր, մենք այսօր ինչ ակաղաղի կանչ։ Բազում լսած քարոզներ մենք կարանք արհամարենք եւ մեր ուզած վարքագիծը դրսևորենք, մեր ուզած կյանքով ապրենք, լավ էլ ուրանանք Հիսուսին ու երբեք էլ դարս չապրենք, հələ մի հատ էլ արդարացնենք մեր արարքը։
Ես վախում եմ աշխարհի բոլոր ակլորները, եթե կանչեն շատ քրիստոնյաների համար, միևնույն է դարձի ապաշխարության հետ դարձի մասին անգամ չեն էլ մտածի։ Նույն միտքը Հակոբոս Արաքյալն է արտահայտում իր նամակի 3-րդ գլխում, կարճ ուղակի հիշենք, ասում է, չի կարող մեկ աղբյուրից եւ դառնահամ ջուր գա, եւ քաղցրահամ ջուր գա, չի կարող նույն լեզվից, նույն բերանից եւ օրհնություն բխի եւ անեծք բխի։ Մեր հոգեվոր կյանքը չպետք է սկսվի եւ ավարտվի կիրակյոր առօրյան ժամը 11-ից մինչեւ ժամը 12:30։ Այստեղ բոլորս մեզ դրսևորում ենք հոգեվոր ամենաբարձր, այսպես գեղեցիկ գերաստիճան, այսպես պահվածքով եւ ժամը 12:30-ից հետո կամած սկսում է իր ազդեցությունը թողնել։ Կարծես թե գալիս ենք այստեղ, մի փոքր լիցքավորվում ենք, հավատքի լիցքեր ենք ստանում եւ ժամը մինչեւ 12:30-ից մեկն է դա ձգում։ Դրանից հետո կամած սկսում է իր ազդեցությունը թողնել եւ դարձյալ մեր բերանը, որ այստեղ 10 րոպե առաջ, 15 րոպե առաջ, 1 ժամ առաջ, 1 օր առաջ այստեղ ալելույաներով Աստված էր փառավորում, հանկարծ վերացում է, սկսում է անեծքի աղբյուր դառնալ, չարության աղբյուր դառնալ, բղավել, գոռալ, ճվալ, վիրավորել, չի կարող այդ բերանից եւ աղոտ քնչել եւ հայոյան քնչել, չի կարող այդ բերանից եւ օրհնություն հնչել եւ անեծք հնչել։ Ես Facebook-յան տիրույթում նայում եմ մարդկանց մեկնաբանությունները։ Երբեմն մարդկային հոգեբանությունը հասկանալու համար մտնում եմ այդ մարդկանց էջերը։ Օրինակ կոմենտները կարդում եմ, տեսնում եմ անեծքի տարապ, 70%, 80% այդ մարդկանց էջերը, որը մտնում եմ իրենց գլխավոր նկարները վերևը եկեղեցի է, խաչը, սուրբի նկար, որ հարցնես կնքված են, մատաղը անում են, մոմը վառում են, իրենց ուզածը անում են։ Եկեղեցի են գալիս, պաշտամունքների են մասնակցում։ Անվայել վարմունք, մենք պետք է մեր վարմունքին ուշադրություն դարձնենք, որովհետև եթե մենք ուշադրություն չդարձնենք, ստիպված Աստված պետք է ուշադրություն դարձնի։ Սերը անվայել վարմունք չի ունենում։ Տեսեք ինչ է ասում Պողոս Առաքյալը Եփեսացիս 4-րդ գլխում։ Եփեսացիս 4 Առաջին 6 համարները։ Արտկաղաչեմ ձեզ, ես, որ Տիրոջը համար կապված եմ, որ դուք այնպես քայլեք, ինչպես կվայելե այն կոչումին, որին կանչվեցաք։ Որ դուք այնպես քայլեք, այնպես քայլել նշանակում է այնպես ընթանաք, այնպես ապրեք, ինչպես կվայելե այն կոչումին, որին կանչվեցաք։ Հիմա նշում է ինչպես, ուշադրություն, լման խոնարհությունով, լման նշանակում է ամբողջապես խոնար, լման խոնարհությունով, հեզությունով, երկայնամտությամբ նշանակում է համբերատարությամբ, ավելին հեռուն նայելով, համբերություն, որը որ բխում է հեռուն նայելուց, հեռուն տեսնելուց։ Շարունակությունն ասում է սիրով իրարու ներողամիտ լինելով, ջանալով Սուրբ Հոգիի միաբանությունը, խաղաղության կապովը պահել, մեկ մարմին, մեկ հոգի, ինչպես կանչվեցաք, ձեր կոչումին մեկ հույսովը։ Տերը մեկ է, հավատքը մեկ է, մկրտությունը մեկ է Աստված եւ ամենուն Հայրը, որ ամենուն վրա ու ամենուն հետ եւ ձեր ամենուն մեջ է։ Ամեն։ Հետաքրքիր է, ինչու է այս հատվածում խոսելով մեր վարքագծի մասին, Պողոս Առաքյալը շեշտադրում մեր Քրիստոսում մեկ լինելու մասին եւ Հոր Աստծո մեկ լինելու մասին, նա որ բնակվում է մեր մեջ, բոլորիս մեջ եւ մեր միասնականության կարեւորության մասին է խոսում այստեղ։ Շատ կարեւոր է։ Ինչու է դա շեշտադրում։ Ասում է, չէ՞, ջանալով Սուրբ Հոգին միաբանությունը խաղաղության կապովը պահել, մեկ մարմին, մեկ հոգի, ինչպես կանչվեցաք ձեր կոչումին, մեկ հույսովը, Տերը մեկ է, հավատքը մեկ է, մկրտությունը մեկ է Աստված, որ ամենուն Հայր է, որ ամենուն վրա է ու ամենուն հետ եւ ձեր ամենուն մեջ է։
Ուրեմն եթե Աստված մեկ է, եթե մենք մկրտությամբ այդ միասնականության խորհուրդն ենք ցույց տվել, չէ՞ որ մենք մկրտվելով մեկ մարմին ենք դարձել Քրիստոսի ընտանիքի հետ եւ վկայում ենք, որ մեր մեջ բնակվող նույն Աստվածն է, ինչ որ բնակվում է իմ եղբորս իմ քրոջս մեջ։ Ինչու է սա շեշտադրում, որովհետեւ մեր վարքագիծը, մեր կյանքը, մեր ապրելակերպը պետք է վկայի, որ մեր մեջ նույն Աստվածն է բնակվում։ Երկրորդ, մեր ողջ ջանքը, մեր ողջ եռանդը, մեր ողջ վարքագիծը պետք է նպաստի այս միասնականությանը եւ ոչ թե բաժանումներին։ Հիմա նայենք այս խոսքերը։ Արտաղաչում եմ ձեզ, երբ որ առաքյալը խոսում է, իր խոսքը սկսում է աղաչանքով, սա նշանակում է չափից դուրս կարևորություն է տալիս դրան։ Նշանակում է խնդրում եմ, շատ ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ որ ես ձեզ ասում եմ։ Արտաղաչում եմ ձեզ, որովհետև վտանգներ կան, երևույթներ կան, որոնց եթե դուք ուշադրություն չդարձնեք, մեծ վնասներ կարող են հասցնել Քրիստոսի մարմնին եւ նրա ընտանիքի վկայության այս աշխարհում։ Որովհետև դուք մենք հավատացյալներս, քրիստոնյաներս, եթե մեր վարքագծին ուշադրություն չդարձրեցինք, աշխարհի մեջ հարց է առաջանալու, եղբայր, եթե ձեր հավատքը ճիշտ է, եթե ձեր Աստվածը իրական է, ճշմարիտ է, բայց ինչու համար ձեր մեջ կան այսպիսի վարքագծեր, այսպիսի դրսևորումներ, այսպիսի պահվածքներ, բայց ինչու համար եք այսքան մասնատված, ինչու համար եք այսքան բաժանված, չէ՞ որ մեկ է Աստված, որ բնակվում է ձեր մեջ, այդ Աստվածը է ձեր մեջ բաժանված, որովհետև ամեն մեկս մեր ճաշակին համապատասխան, մեր ուզածին համապատասխան Աստծո տեսակն ենք կերտել եւ պաշտում ենք մեր ուզած, մեր ստեղծած Աստծուն։ Սրանք էլ այս ժամանակի կուրքերն են, սիրելիներ։ Դրա համար երկու տարբեր դավանանքի կամ տարբեր եկեղեցիների հավատացյալներ կարող են իրար հետ ընդհանուր լեզու չգտնել։ Ինչու, որովհետև ամեն մեկը ստեղծել է իր ստեղծած Աստծո կերպարը։ Բայց մեկ է Աստված, մեկ է մկրտությունը, մեկ է եկեղեցին։ Ճշմարիտ վերստին ծնված անձնավորությունը, երբ որ հանդիպում է ուրիշ մի հոգևոր մարդու, որ անգամ ուրիշ եկեղեցի է գնում եւ այլն, կապ չունի, նրա հանդեպ մի խորը սեր է տածում։ Քրիստոսով զգում է, որ իր ընտանիքի, իր եղբայրն է, իր քույրն է, ում համար միևնույնն է։ Դիմացին առաքելական է, դիմացինը ուղղափառ է, դիմացինը կաթոլիկ է կամ ավետարանական է, միևնույնն է, եթե նա իրական վերստին ծնունդ ունի, ճիշտ է, որոշակի հարցերում, երկրորդական հարցերում կարող ենք տարանջատումներ ունենանք, տարաձայնություններ ունենանք։ Մարդ ենք, սա մեր սխալական, մեր ողջ կատարյալ եւ մեր ողջ ամբողջական մտքի ուղեղի հետևանքն է։ Չէ՞ որ մենք կատարյալ չենք, եւ ես չեմ բացառում, որ ինչ որ հարցերում կարող եմ ես սխալվել, եւ իմ եղբայրս ավելի ճիշտ լինի։ Խոնարհությունը պահանջում է, որ օրինակ քո սեփական տեսակետը մի փոքր փորձես խոնարեցնես եւ դիմացինին փորձես լսել, հասկանալ իր տեսակետը։ Ես անկեղծ իմ կյանքի փորձից եմ ասում, երբ որ այսպես եմ ինձ պահել, երբ որ իմ տեսակետը փորձել եմ մի քիչ իջեցնել եւ փորձել հասկանալ ինչու է դիմացինս այսպես մտածում, այսպես տեսել եմ, որ մարդը շատ ճիշտ բան է ասում։ Ազնիվ խոսք։ Եվ սա ինձ ավելի է մոտեցրել տեզերական եկեղեցուն եւ ոչ թե հեռացրել, որովհետեւ հեռացնում է հիմնականում էգոն։ Երբ որ մի բան գիտես բոլորից ճիշտ գիտես։ Ու այսպես կարող են այսօր 5 տարվա, 7 տարվա, 10 տարվա հավատացյալը 20 տարվա հավատացյալը 1700 տարվա եկեղեցու դեմ ելնի պայքար բղի։ Յանի դուք 1700 տարի ջուր եք ծեծել, այդ մեր պապերը, մեր սրբերը, մեր հայրերը բան չեն հասկացել, այս մեր վալոդիկը հասկանում է ավելի լավ քան բոլորը։ Որովհետև էգոն եսը հելել իրան ուտում է։ Նրան չի հետաքրքրում եկեղեցու միասնությունը, նա չի փնտրում այն եզրերը, որտեղ որ մենք կարանք միասնական լինենք։ Իր էգոյով է ապրում։ Ասում է սերը անվայել վարմունք չունենում, անվայելը որն է, երբ որ մի վարքագիծ, որով որ միաբանությանը դեմ է։ Տանում է մասնատման, բաժանման եւ ոչ թե ընդհանրացման, մեկ դարձնելու Քրիստոսի ընտանիքը։ Արտաղաչում եմ ձեզ, որ Տիրոջ համար կապված եմ, ինչ է նշանակում Տիրոջ համար կապված եմ, որովհետեւ ձերբակալված եւ բանտում կալանավորված էր գրում Պողոս այս խոսքերը։ Այսինքն հանուն այս ճշմարտության ես այս տառապանքները կրում եմ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք։
Ինչքան հեշտ է, չէ՞, մեր բասկաթոռին նստած ինչ որ sense ճիշտ ու սխալ ենք անում։ Այսօր մեկը տեսանյութ էր գցել մի գյուղացի մարդ։ Եղեգնաձորի գյուղերից մեկում արջը իր ձաքի հետ մոտեցել է իր հողամասին։ Հիմա այս մարդը իր շանը ասում է ֆաս, քս, բան, գնա էլի, անի շուննել, հաչալով գնում ես արջի վրա, այս արջը կամած հետ է գնում, կամած հետ է գնում, տակի կոմենտներն եմ կարդում։ Ուղեղ ունենա իր շանը չէր ասի քս, տենում ես ձաքի հետ է։ Ու ես մտա այդ կոմենտը գրողի age-ը։ Մի հատ պերջաշուկ տիկին իր տան բազմոցին նստած։ Ու այս գյուղացին, որ ամբողջ տարի տանջվել, չարչարվել, մեղերա, էսա, այնա, այգինա մշակել եւ այլն, ու մի հատ արջ։ Եկել է ուզում է մտնի իր այգին, ուզում է մտնի ավիրի։ Մարդը զենք չի օգտագործում, չի սպանում։ Բայց այ մարդ, այդ շանն էլ չասի մի հատ, ինչ մի բան արես արջը գնա էլ էստեղից։ Չավիրի տունը, երեխեքս տունն են։ Սրանք գիտեն արջուկ է, էտի բարեգիշեր երեխաներ, այդ հաղորդման մեջի այն արջուկն է, որ ուղեղ ունենա իր շանը չէր ասի, ֆաս, ինքը պուպուշ է, որովհետև իրանք չեն պատկերացնում իսկական կենդանի արջու դեմ ելնեն, էլի, այդ ինչ է նշանակում, էդի կարա հոշոտի քեզ, եթե որ իր ճանկերը կամ եւ այլն, ուժս կինո չպատմեմ հիմա։ Այդպես տենց բան էլ նուրբ փափուկ մեկնաբանություններ, փափուկ տեղերից։ Ես Տիրոջս համար կապված եմ, ուզում ասել, որ ես այս տառապանքը կրողն եմ, ձեզ ասում այս խոսքերը։ Ինչ է նշանակում սա։ Կրկնակի ուշադրություն դարձնել։ Որովհետև հանուն այս ճշմարտությանը մարդ այս տառապանքի ճամփեքով անցնում։ Որ դուք այնպես քայլեք, ինչպես կվայելի այն կոչումին, որով կանչվեցաք։ Նույն բառն է օգտագործում։ Այնտեղ ասում է սերը անվայել վարմունք չի ունենում, այստեղ էլ ասում է այնպես քայլեք, որ վայել է այն կոչումին, որով կանչվեցաք դուք։ Մենք թանկագիններս պետք է զգուշ լինենք, որ մեր վարքագիծը եւ մեր ով լինել է ինչ որ հրճակում ենք մենք իրար հետ զուգահեռ ընթանան, սինխրոն ընթանան, համընթաց ընթանան։ Հավանաբար ձեզ ծանոթ է պատմությունը, չէ՞, Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը, երբ որ մի առաջադրանք է տրվում անելու եւ այդ զինվորին, որին որ տալիս են այդ առաջադրանքը անելու, մի քիչ վախենում է եւ վախվորած, չգիտի անի, չանի, համարձակություն չի ունենում, էլի գնա այդ հանձնարարությունը կատարի, Մակեդոնացին Ալեքսանդրը կանչում է իր մոտ եւ հարցնում է զինվոր ինչ է անունդ, ասում է Ալեքսանդր, ասում է կամ անվանդ տեր ես լինում, կամ անունդ փոխում ես, այսինքն ինչ է նշանակում անունդ լինի Ալեքսանդր ու դու վախենաս, անվայել է, էլի այդ անվան հետ անվայել է վախը եւ այդ մի քիչ ընդեղ իր հպարտությունը կա անունս Ալեքսանդր, հիմա իմ տղու անունն էլ է Ալեքսանդր, ես հասկացաք, արդեն ես ինչ եմ ուզում ասել, հա, բայց եթե դու կրում ես այդ անունը, ուրեմն Տեր պետք է լինես այդ անունին։ Եթե դու կրում ես Քրիստոսի անունը, չէ՞ որ քրիստոնյա ենք կոչված, չէ՞ մենք ազգի մեծ մասը կնքվեց մանուկ ժամանակ որպես քրիստոնյա։ Չէ՞ քրիստոնյա կնքվեց։ Մենք էլ, չէ, ավետարանականներս մկրտվեցինք որպես քրիստոնյա, այսինքն Քրիստոսի անունը կրողներ։ Ուրեմն հիմա ասում եմ այնպես քայլեք կամ այնպես ապրեք այս աշխարհի վրա, որ վայել է ձեր կոչումին։ Ինչ կոչում ունեք, որ դրան վայել է, սազական է։ Երբ որ ասում ես քրիստոնյա, երբ որ ասում ես հավատացյալ մարդ, մարդկանց ուղեղում ինչ է ասոսացվում այս անվան հետ։ Կասեք, խնդրում եմ, ձեր մեջ էլի ռետորական հարց է սա։ Այ օրինակ Միջին Արևելքում, Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում, Երուսաղեմում, երբ որ դու ներկայանում ես հայ, ես իմ փորձից եմ ասում, բազմիցս անգամներ եղել եմ այդ երկրներում,
Երբ որ ես ներկայացել եմ հայ, հարգանքով են միանգամից վերաբերվել ինձ։ Ոչինչ չարած մարդիկ արդեն պոզիտիվ դրական տրամադրություն են ունեցել իմ հանդեպ։ Ու ես հասկացել եմ, ես հիշում եմ անգամ Երուսաղեմում մի արաբ խանութպան, ես մտա այդ խանութը, սկսեցի հարցնել էսի ոնց էնի ինչ եւ այլն, ասաց ինչ ազգ ես դու։ Ինձ հարցրեց։ Ասացի ես հայ եմ։ Հայ ասեց։ Ոտքի կանգնեց այս մարդ, տարիքով մարդ էր։ Ոտքի կանգնեց, ինձ ձեռքով ողջունեց, ասեց ժամանակ ունես։ Ասեցի հա, ունեմ ժամանակ։ Ասեց արի նստի մի հատ սուրճ խմենք իրար հետ։ Ինձ սուրճ հյուրասիրեց Երուսաղեմում։ Արաբական թաղամասում էր։ Ու այս մարդը ասեց ես հայերի հանդեպ հատուկ հարգանք ունեմ։ Ասի կարամ իմանամ ինչի, կարճ կապեմ, հա, այսպես։ Ու մարդը պատմեց, թե ինչպես իր մանկության ընկերը հայ։ Անունն էլ ասաց, այս պահին չեմ հիշում, բայց գիտեմ հետո գնացել Ավստրալիա ապրելու։ Ասում է ինքը իմ կյանքը փրկել է։ Ասում է իր կյանքը վտանգեց։ Ես իր ազգակիցը չէի, ես արաբ էի։ Բայց ինքը իմ կյանքը փրկեց։ Ու այդ օրվանից ասում մենք դարձանք ընկերներ, միջև իր մեկնելը մեր երկրից մենք իրար հետ եղբայրներ էինք։ Ու ասում է ես որ հանդիպում եմ հայ, ես իմ ընկերոջս եմ հիշում։ Ուրեմն հասկացա մի բան, որ ինձանից առաջ այդտեղ հայ է եղել ու պատիվը բարձր է պահել։ Ու ինքը ճամփա է բացել իրանից հետո եկող հայերի համար։ Հիմա մի բան ասեմ, իր մոտից ապրանք է ուզում առնել։ Ես տրամադրված այդ ապրանքը առնել ես ինչ գնով։ Այդ պատմությունից հետո էլ ոչ գին եմ իջացրել, ոչ մի բան, հայը բանը եւ այլն, ես էլ ասեմ ինչ կն ես գնով կտաս եւ այլն, թեև դա մի քիչ մեր տեսակին նորմալ է, ասենք հայ ենք գին իջացնենք եւ այլն, բայց պահեցի դա, այսի պատասխանատվություն է դա, հասկանում եք, ու մարդը անկեղծ էր, ասեմ, բան չէր, հիշեցնում եմ արաբ էր հետս խոսողը, խապել մապել տենց շատ չէր, էլի, անկեղծ էր մարդը։ Ինչ եմ ուզում ասել, ցանկանում եմ ասել, որ քրիստոնյա անունը մարդու մոտ ինչ է ասոցացվում, ինչ խապեփա, փողի հետևից գնացող, վախկոտ, խեղճ, ինչ է ասոցացում, թե ազնիվ, արժանապատիվ, համարձակ, Սուրբ Գիրքն ասում է, դժոխք գնացողների ցանկն է տալիս, ովքեր են դժոխք գնալու, այնտեղ նշած է ասում է նաև վախկոտները։ Գնում չի կարող վախկոտ լինի քրիստոնյան։ Չէ՞։ Առաքինի, հավատարին, ոչ թե փողի համար ամեն ինչ ծախող, եկեղեցինել, հավատքնել, ձայննել, հայրենիքնել։ Հավատացյալը չի կարող իր ձայնը ծախի։ Նրանք, ովքեր որ կաշառք են վերցրել, իմ համար նրանք ոչ քրիստոնյա են, ոչ էլ հայ են։ Ես չգիտեմ ինչ են։ Բայց իմ համար հայը այդ մարդու նկարագիրն էր, որ Երուսաղեմում ինձ պատմեցին։ Նույնը եւ Լիբանանում։ Հարգանքով, որովհետեւ մեր պապերը ցեղասպանված մի բուր գնացել հասել են այդ տարածքները Սիրիա, Իսրայել եւ Լիբանան եւ կարողացել են ոտքի կանգնել արժանապատիվ ձևով, ազնիվ ձևով։ Քաղաքական պատգամ չլինի, բայց Իրաքի նախկին ղեկավարը Սադամ Հուսեյնը իր ամենամտերիմ խոհարար կամ այդպես մարդիկ, որոնք որ ուղղակի առնչություն ունեին իր հետ, հայերին էր վստահում, որովհետև գիտեն չէին թույնի իրան, չէին դավաճանի։ Սեփական ազգակցին չէր վստահում, հային վստահում է, որովհետև այնտեղ հայը եւ ազնվությունը դա հավասարազոր բաներ են։ Հիմա նույնը չեմ կարող ասել օրինակ Ռուսաստան, նույնը չեմ կարող ասել օրինակ Լոս Անջելես, Գլենդել։ Չեմ կարող ասել, որովհետև գիտեմ 19000-ից ավել օրինակ հայ բանը կալանավորված է Լոս Անջելեսում։ Տարբեր զարթուղի ճանապարհներով փողեր աշխատողներ են։ Հիմա նույնը քրիստոնյայի վրա եմ ուզում սինթեզել սա։ Այ հիմա երբ որ ասում ենք
Մեր կոչումը մենք քրիստոնյա ենք։ Ինչն է վայել սրան։ Ինչ որ վարքագիծն է վայել սրան։ Մեկը ինձ ասես դե ընտանիքա պահում, բա ինչ անի։ Այսինքն դու չես կարող այս խոսույթը բերես եւ քրիստոնյայի վրա կիրառես։ Ասես դե ընտանիքա պահում, բա ոնց անի։ Այսինքն ինչ ուզի կարա անի։ Կարևորը ընտանիքա պահումը արդարացնում է իր վարքագիծը, իր արարքը արդարացնում է ըստ պահանջի։ Պահանջը կա, ուրեմն պետքը կա, ուրեմն վարքագիծը կարևոր չի։ Ոչ, սիրելի քրիստոնյաներ։ Չի կարող պահանջը թելադրի մեր վարքագիծը կամ մեր վարքագիծը բխի մեր պահանջից։ Մեր պահանջները կարան տարբեր լինեն, բայց մեր վարքագիծը չպետք է փոփոխական լինի։ Մեր վարքագիծը պետք է վայել լինի մեր կոչումին, մեր ով լինելուն։ Հափշտակող գայլս գառան շորեր, բաներ հակած դիմակով գազ մտնես Աստծո ժողովրդի մեջ եւ ուշ թե շուտ դա պարզվելու է։ Պտուղը վկայելու է ծառի ինչ լինելու մասին։ Հիմա կարող է իմ երեխան շատ sense ծառին նայելով չհասկանա, հիմա սա տանձի ծառա թե խնձորի ծառա, բայց երբ որ վրեն տանձ տեսավ, արդեն հասկանալու է ծառը տանձենի է, չէ՞։ Կամ խնձորենի է, եթե խնձոր տեսավ։ Այսինքն պտուղը վկայում է մարդու ով լինելու մասին, վայել պետք է լինի։ Շարունակություններ կարդամ։ Ինչպես կվայել է այն կոչումին, որով կանչվեցաք։ Հիմա ասում է ինչպես է վայել, լման խոնարհությունով, հեզությունով, երկայնամտությամբ, սիրով, իրար ու ներողամիտ լինելով։ Էսա վարքագիծը քրիստոնյային վայել, վարքագիծը սա է։ Համեստությունը։ Համեստությունը, գոռոզամիտ, ինչ-որ sense բարձր։ Ես եմ, ես եմ։ Քրիստոսի մեջ եղողը չի կարող այդպես լինի։ Նյու Յորքյան եկեղեցիներից մեկի պաշտամունքի ժամանակ հովիվը նկատում է, որ Նյու Յորքի քաղաքապետը մտավ պաշտամունքի Կիրակյորը ծառայության ժամանակ Նյու Յորքի քաղաքապետը մտնում է Կիրակներիա պաշտամունքի։ Դալիճը լեփլեցուն է լինում, դե մարդը ճանաչում է քաղաքապետն է եւ նկատում է, որ քաղաքապետը ազատաթոռ է ման գալիս։ Եվ այդտեղ մեջտերի շարքերից մեկում ազատաթոռ է գտնում, մի կերպ այսպես խցկվելով գնում է նստում է, հովիվը վատ է զգնում, ամոթ է, քաղաքապետը եկել է, առջև հեսա տեղ կբացենք եւ կտեղավորենք եւ խնդրում է, ասում է. Պարոն քաղաքապետ, եկեք առաջ, այստեղ մեկին ասում է ինչ կլինի, տեղը ձիչի քաղաքապետը գա նստի, քաղաքապետը ոտքի է կանգնում, ասում է երբեք, որը մեկը պետք է ոտքի չկանգնի, ես նստեմ, թող նստի ես այստեղ, բայց չէ, դու քաղաքապետն եք, ասում է, ես քաղաքապետ եմ իմ գրասենյակում, ես այստեղ պարզ հավատացյալ եղբայրն եմ իմ եղբայրների եւ քույրերի։ Մարդիկ կան մեր եկեղեցին նեղացել են գալու, ասում է, մեզի չգնահատեցին իրանք։ Չէ, 17 տարեկան։ 6-7 տարեկանից եկեղեցում եմ մեծացել։ Այդ դուրս եկա եկեղեցի, ասում է, ինձ ինչ չգնահատեցին այնտեղ։ Գնահատեցին։ 10 արդեն ինքը գնահատական էր ակնկալում։ Խոնար, համեստ, քո սեփական անձի մասին մեծ կարծիք չունենալ, սա քրիստոնյային հարիր մտածելակերպ է։ Երբ որ մարդը համեստ եղավ, արդեն մնացած բոլոր բաները բխելու է սրանից։ Հասկանալի է, իր անձի մասին մեծ կարծիք ունեցողը շատ է սխալվում։ Իր էգոն միշտ վիրավորվում է։ Ամբողջ խոնարհությամբ, հեզությունով, երկայնամտությամբ, համբերությամբ։ Շուտ վրթովող, շուտ այսպես բարկացկոտ, շուտ էշոր ներվերը սեւ չի եղբայրս, քույրս դու հավատացյալ ես, քրիստոնյա ես, ի՞նչ է նշանակում։ Էլ ներվերս չի դիմանում, արդեն սիստեմ։ Ներվերդ չի դիմանում, ապաշխարի։ Գեր լարված են ներվերդ։ Ապաշխարի, զղջա։ Մենք Աստծուց միշտ ինչ որ օրհնություններ ենք խնդրում։ Տեր մեզ օրհնի, իմ գործերին հաջողություն, իմ երեխաներին առողջություն, իմ ես ինչ են։ Իսկ երբ ենք խնդրելու, Տեր ների իմ բարկացկոտությանս համար։ Երբ ենք մենք ծոմ պայելու մեր թերությունների համար, բաներ, որոնք որ վայել չի մեզ, սազական չի մեզ։ Երկայնամիտ պետք է լինել։ Եվ կարևոր մի բան ասում է սիրով իրար ու ներողամիտ լինելով։
Այստեղ պետք է կամ ամփոփման սիրել ինչպես Հիսուսը։ Այստեղ էլ ասում է սիրով իրարու ներողամիտ լինելով, որովհետև ներողամիտ լինելը հարիր է մեր կոչումին։ Անվայել վարմունք մի ունեցեք, չի կարող քրիստոնյան չների, որովհետև Քրիստոս խաչի վրա ներեց իրեն խաչողներին։ Ասեց հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Լսում եք, հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Այստեղ էլ ասում է սիրով ներողամիտ եղեք իրար։ Ող պահել, մի բան քեզ շուտ նեղացրել է, միջևը մեջը պահում ես, ու իրանից հեռավորություն ես պահում եւ այլն։ Այսպես ամեն մեկս մի նեղանալու պատճառ մենք, որ մեր սրտերում պահենք, այլ հաջորդիվ խոսքեր այդ մեկ է Աստված, միաբանությունը պահպանել Սուրբ Ոգով եւ այլն, սա չի կարա իրականանա, որովհետեւ մի փոքր մեր էգոյի խոցված լինելը կարա պատճառ լինի, որ մենք Աստծո ընտանիքը սկսենք մասնատել։ Կարող է ֆիզիկապես մի վայրի մեջ լինենք, բայց հոգեպես իրարից մասնատված, բաժանված։ Ուշ թե շուտ ֆիզիկապես էլ ենք բաժանվելու։ Դրա համար ասում է սիրով ներողամիտ լինելով իրար հանդեպ։ Ոչ թե մի բան ասել ինձ, ու դա մեջը սպահում եմ։ Չպետք է լինի այդպես։ Ներողամիտ լինել, ջնջել, մաքրել։ Եվ վերջացնեմ թանկագիններս, Եփեսացիս 5-րդ գլուխ առաջին համարը եւ երկրորդ համարն ասում է. Արդ Աստծուն նմանող եղեք սիրելի զավակների պես։ Եվ սիրով վարվեցեք, ինչպես Քրիստոս ալ մեզ սիրեց եւ իր անձը մեզի համար մատնեց անուշահոտ պատարակ ու զո ըլլալով Աստծո։ Ամեն։ Արդ Աստծուն նմանող եղեք սիրելի զավակների պես։ Ինչպես է կվայելե ձեր կոչումին, չէ՞ կամ սերը անվայել վարմունք չունենում։ Այդ նշանակում է սիրող մարդը ուզում է միշտ նմանվել Աստծո։ Աստծո նմանող եղեք սիրելի զավակների պես։ Չեմ մանում, կհիշեք ովքեր որ երեխաներ ունեն, կհիշեք ձեր երեխաները փոքր ժամանակ միշտ փորձում էին նմանվել ձեզ։ Հայրեր, եթե կան հայրեր, հիշեք, որ ձեր երեխաները միշտ փորձում էին նմանվել ձեզ։ Եթե մայրեր, ձեր դուստրերը փորձում էին նմանվել ձեզ։ Չէ, ինչ որ միշտ ուզեցել են նմանվել։ Աստծո զավակներն էլ պետք է միշտ փորձեն նմանվել, ցանկանան նմանվել իրենց հորը, Աստծուն։ Աստծո նմանող եղեք սիրելի զավակներու պես եւ սիրով վարվեցեք։ Անվայել վարմունք մի ունեցեք, այլ որպես Աստծո նմանությունը ձեր մեջ կրող, ձեր վարքագիծը թող լինի սիրով։ Տերը օրհնե ձեզ իր անվան եւ փառքի համար ամեն։